Ողջունումներս հայրաքաղաք Գյումրիից, հարգելի վաղաշապատցիներ, ջերմագույն ողջուններ մեր թիմի կողմից, գյումրեցիների կողմից։ Հիմա շատերը ասում են, որ վաղաշապատում լինելու է Գյումրի 2, չէ, վաղաշապատում լինելու է վաղաշապատ 1, որովհետև մենք համոզված ենք, որ Մայր Հայաստանը այստեղ լուրջ աշխատանքի շնորհիվ ստանձնելու է իշխանության պատասխանատվությունը։ Ինչու մենք կարողացանք Գյումրիում ՔՊ-ին մեր մինիմալ խնդիրը, որ դրել էինք, նվազագույն, իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին եւ հասանք, որովհետեւ առաջին հերթին Մայր Հայաստան շարժումը, այն ժամանակ շարժում էր, հիմա կուսակցություն, քաղաքականացրեց, միջև վերջ քաղաքականացրեց այդ ընտրությունները, որոնք ՔՊ-ականները փորձում էին դարձնել ԺԿ պետի ընտրություններ կամ տնտեսվարի ընտրություններ։ Դա հասարակության մեջ ստեղծեց ֆոն եւ մարդիկ հասկացան, որ քաղաքական ակտիվության շնորհիվ կարելի է հաղթանակի հասնել եւ գնացին ընտրատեղամասեր։ Իրենք քվեներով ըստ էության հեղափոխություն արեցին լուր։ Հիմա ես մեր սիրելի վաղաշապատցիներին խնդրում եմ, որ առավելագույն մասնակցություն ցուցաբերեն այս ընտրությունների ժամանակ, գնան ընտրատեղամասեր, քվեարկեն, հնարավորինս շատ, որովհետև դա հիմնական երաշխիքներից մեկն է, որ ՔՊ-ն այստեղ ոչ միայն կիշխանազրկվի, այլ նաև մենք պատասխանատվություն, Մայր Հայաստանը պատասխանատվություն կվերցնի վաղաշապատում, որպես իշխանություն։ Մայր Հայաստանը միշտ հանդես է եկել, դա ցույց ենք տվել թե Երևանի ընտրություններից հետո, թե նաև առավել ևս Գյումրու ընտրություններից հետո ընդդիմության կոնսոլիդացնողի դերում։ Դա շատ կարևոր է, հիմա ևս այդ կոդերով ենք մենք հանդես գալիս, ինչպես նշված է Մայր Հայաստանի սկզբունքների մեջ, մեր միակ թիրախը դա քաղաքացիական պայմանագիրն է իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա սատելիտ կուսակցությունները, իդեմս հիմա վաղաշապատում այսպես կոչված եվրաթուրքերը, այդպես կոչված եվրոպամետները, որոնք մի կերպ, ինչպես նշվեց, Երևանում օգնեցին ՔՊ-ին իշխանության գալ, ըստ էության հիմա Երևանում ՔՊ-ի փոքրամասնության իշխանությունն է այդ Արամ Զավենիչների շնորհիվ։ Հիմա նույն բանը էլի նշեցին, որ փորձեցին անել Գյումրիում, բայց գյումրեցիները խայտառակ ձևով մերժեցին թե ՔՊ-ին, թե եվրաթուրքերին։ Միջև հիմա ժողովուրդ իրենք ուշքի չեն գալիս Գյումրու պարտությունից հետո։ Միջև հիմա ուշքի չեն գա։ Դուք պատկերացնում եք վաղաշապատում պարտվելուց հետո ինչ է լինելու։ Կարող է հրաժարվեն հանրապետական ընտրություններին մասնակցելուց։ Վաղաշապատցիները ՔՊ-ի ճիշտ տեղը պետք է ցույց տան։ Պետք է ուղարկեն քաղաքական աղբանոց, պատմության աղբանոց պետք է ուղարկվի ՔՊ-ն։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Եվ ես համոզված եմ, որ այս երիտասարդ եւ փորձառու թիմը նոյեմբերի 16-ից հետո լուրջ պատասխանատվություն է ստանձնելու վաղաշապատում։ Հաջողություն մեր թիմին, հաջողություն Մայր Հայաստանին։